Ով էր ճիշտ, Սիսակը թե Լիլիթ Գալստյանը։ Էլ օպերայի Որ կյանքն եք սիրում աշխարհիկ, թե հոգևոր ասում չեն աշխարհիկ են։ Ինգոզնիներին։ Միզեր, պարոն Գաբրելյան, Արտուր Խաչատրյանը ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր Արտուր Խաչատրյանն ասաց, որ հենց հիմա մտնենք հաշվապահություն, ես ապացուցեմ, որ հավանաբար Սիսակ Գաբրելյանին ծրարով են փոխտալի, որտեղ մեր աշխատավարձը 850,000 չի, որտեղից եք վերցրել այդ 850,000 աշխատավարձը եւ դեռ 450-ն էլ հետ եք ուզում տան մակարոնի դիմաց։ Ամիս ձեր հաշվին որքան գումար անստում։ Կասեք ազգային ժողովից։ Ուրեմն նախ դուք շփոթեցիք մի վարքյան նախ դուք շփոթեցիք կամ դիտավորան պարոն Գաբրելյան դա դուք շփոթեցիք կամ դիտավորան մոլորության մեջ հասարակությանը մոլորեցրեցիք որովհետև մեր գոնե ես իմ հաշվի համարին ստանում եմ 640,000 իբրև աշխատավարձ եւ 250,000-ը որ ստանում ենք դա բացարձակապես աշխատավարձ չի այլ պատգամավորական գործունեության համար այն գումարն է որի մեջ որը նախատեսում կամ կանխատեսում է մեր հանդիպումները մարզերում ամեն ինչն է նախատեսումը իսկ որ ստանում եք դին դասան առանձնացնում գցում եք ուրիշ հաշվի վրա չծախսում եք ընդհանուր էլի ինչ հիմա այդ է մանիպուլյացիա 850,000 դրամ ամեն ամիս ստանում եք Բացարձակապ չէ, դուք էլի շարունակում եք բարձր որակի մանիպուլյացիան, որովհետև պաշտոնապես աշխատավարձը այլ կարգավիճակ ունի, պատգամավորական գումարը գործունեության համար այլ։ Ճիշտ այնպես, ինչպես քիչ առաջ, ներողություն, ճիշտ այնպես, ինչպես Սիսակ Գաբրելյանը Զուգարանի կոնտեքստն ու ազգայինը անիմաստ տեղը ամոթ գնացի էլի, բայց ուշանում եմ։ Արտուր Խաչատրյանը հարցնում էր, ասում էր ով էր Սիսակը մինչև հեղափոխությունը։ Ես կարողացա հիմնավորել, որ այդ թվում ընդդիմադիր իմ գործընկեր իմ կողմից հարգված Լիլիթ Գալստյանը 850,000 դրամ նվազագույն ամեն ամիս ազգային ժողովից նստում է։ Իր հաշվի համարին։ Եթե պարոն Խաչատրյանի մոտ քիչ է նստում, ուրեմն կարամ ենթադրեմ ինչից կարող է քիչ նստել։ Օրինակ մեկը որ նիստերի չեն գալիս, ամեն նիստից կարծեմ 25 թե 30,000 դրամ պահում են։ Բայց եթե պարտաճանաչ գան նիստին, այո, ես երաշխավորում եմ, որ ամեն ամիս 850,000 դրամի կարգի գումար կնստի։ Տենց որ մենք այն ժամանակ որ պարգևավճար էր, ասում էին ձեր աշխատավարձերը սարքել, ասում ենք դա աշխատավարձ չի, պարգևավճար ասում են չէ, դա աշխատավարձ է։ Այդ բարեխղճությամբ ազգային ժողովի ամբիոնը, որը բարեխղճության եւ քաղաքական գրագիտության առաջին նշաձողն է, այնտեղ պիտի ասեիք, ստանում եք այսքան աշխատավարձ եւ պատգամավորական գումար։ Հիմա դուք առանցնել հանրապետությունը ատելության խոսքի թշնամանքի մտնոլորտમાં դուք հանրությանը դուք կարող եք գնալ, բայց դուք հանրությանը մոլորեցրիք իբրև աշխատավարձ։ Եղան Մանուկյաններ Բայց ես ուզում եմ շարունակեմ, քանի որ դուք ամեն ամիս ստանաք ազգային ժողովից գումար ստանում։ 850 կստանաք, չէ՞, եթե բացակաչելն եք։ Հա, մոտարով։ Всё, գնացինք, այս է ձեր հարցի պատասխանը։ Ես աշխատավարձ չեմ ասում գումար ստանում։